Նախ բարի գալուստ, որ այդ աստիճանի Բարսասյան պետական պաշտոնյան պատմության մեջ առաջին անգամ գալիս է Հայաստանի Հանրապետություն, սա ես համարում եմ խիստ կարևոր եւ առանցքային։ Մենք ցավոք սրտի բախտ չենք ունեցել, որ այդպիսի հզոր երկրի Բարսասյան ղեկավարներ, օրինակ նախագահի մակարդակով այցել էին, թեպետ Վրաստան նման դեպք եղել է։ Ինչ կարող եմ ասել, մարդիկ ովքեր որ աշխարհագրորեն Հայաստանի մոտ լինելը գնահատում են, որ առաջ գալիս է Հայաստանի Հանրապետություն, հետո Ադրբեջան, նոր Վրաստան, դա կարևորության մասին է, եթե Վրաստան չի էլ գնալու։ Վրաստան չէր գնա, որտեղ Վրաստանը այսօր ներքին այնպիսի քաղաքական իրավիճակի մեջ է, որ պրոռուսական ուղղություն է սպասարկում այնտեղի կոլաբորացիոնիստների պատճառով։ Տարածաշրջանում չի կարող Հայաստանի Հանրապետությունը ավելի շատ կարևորություն իրենից ներկայացնի, քան Ադրբեջանը, բարձ հաշվարկով, որովհետև Ադրբեջանը տիրապետում է ենթակառուցվածքային բոլոր դարպասներին գրեթե։ Իսկ Հայաստանի Հանրապետության միակ դարպասը, Սյունիքը, Մեղրին, այլընտրանք չունի, քան գործարկվի Ադրբեջանի հետ համատեղ։ Ադրբեջանը Հայաստանին շրջանցելու առնվազն մեկ ճանապարհ ունի Վրաստանի միջոցով։ Էլ չասենք, որ եթե Իրանի Իսլամական Հանրապետության հետ ամեն ինչ հարթ ընթանար, շրջանցելու ճանապարհ ունի նաև Իրանի Իսլամական Հանրապետության միջոցով։ Մենք կամ պետք է մտնենք Թուրքիա, կամ եթե ուզում ենք տրանզիտ իրականացնող պետություն հանդիսանալ Աբաս նավահանգիստը կապենք Սև ծովին, ապա երկաթուղու համատեքստում դա առանց Նախիջևանի անհնարին կլինի։ Որտև Արաքսի հովիտով երկաթուղին կարող է միայն Սյունիք մուտք գործելուց հետո մտնի աներկբայորեն Նախիջևան, այնուհետև Հարարատ։ Այլ ճանապարհ գոյություն չունի, որտև եթե մենք Սյունիքով երկաթուղի կառուցենք, դուք պատկերացնում եք 45 աստիճանի թեքվածքով երկաթուղիներ կառուցես լեռներում, սերպանցիներում եւ այդ կիրճերում ինչ ահռելի ծախս կլինի, եւ սա հաշվարկված է ենթակառուցվածքային բլոկադան սկսած ռուսական կայսրությունից անգամ։ Որտև սա էր պատճառը, որ Երևանի մարզը, որը պարսկական թագավորության տիրապետման տակ էր 1824 թվականին ռուսական բանակի կողմից նվաճելուց հետո 1853 թվականին Լիտվինովի վարչատարածքային այսպես ասած բարեփոխումների ծրագրի համաձայն ձևախեղվեց։ Այստեղ Սյունիքի նկատմամբ հանցավոր հողային ինչ-որ զեղումներ իրականացվեցին եւ այլն, որից հետո դա շարունակվեց արդեն Խորհրդային Միության հիմնարկեքի ժամանակ Լենին-Աթաթուրք պայմանավորվածություններով գոյացավ Նախիջևան, որ հայ ժողովուրդը որպես էթնիկական առանձնահատկություն ունեցող հանրույթ տարածաշրջանում ենթակառուցվածքների նկատմամբ միանձնյա ձայնի իրավունք չունենա։ Եվ այս աշխարհագրությամբ այն մարդիկ, ովքեր որ պնդում են, որ Հայաստանը դիրքավորվում է առավել կարևոր դիրքերում Թրամփի իշխանության օրոք, մոլորության մեջ են։ Այլ խնդիր, եթե հարաբերությունները հաստատվեին եւ զարգանային ռազմավարական ուղղությամբ Հայաստանի Հանրապետություն եւ Միացյալ Նահանգներ կոնգրես, ազգային ժողով եւ կոնգրես մակարդակում, այդ դեպքում Հայաստանը գուցե կարևորությամբ առաջնային լիներ, որտեղ քաղաքակրթական եւ ռազմավարական առումով հայ ժողովուրդը առանձնահատուկ տեղ ունի արևմուտքի համար։ Ինչու է գալիս Վենսը, պարոն Սիմոնյան, արդյոք այդքան ազատ ժամանակ ունի, որպեսզի հատկացնի տարածաշրջանին, նաեւ դուք ասում եք Բաքուն ավելի կարևոր է, իսկ արժե համակարգային իմաստով չէ, որ Հայաստանն է քրիստոնեական պետություն, իսկ քրիստոնյաների պաշտպանությունը Թրամփի վարչակազմի համար ամեն դեպքում կարևոր է։ Այն, որ առաջնայնությունը Բաքվի ձեռքերում է, դրա համար մերձ Կասպյան տարածաշրջան են անվանում, դրանում կասկած չկա, բայց ես չասեցի, որ Հայաստանը կարևոր չէ։ Կարևոր է, բայց դուք ասում եք Բաքվի հետ Ադրբեջանի հետ համեմատությամբ, այո, չունի, բայց այստեղ արդյոք մեր այդ քրիստոնեական պետություն լինելը մեզ չի առանձնացնում եւ ավելի շահեկան դիրքում չի դնում։ Էլիզա ջան, միջազգային հարաբերություններում կրոնական, քաղաքական, քաղաքակրթական, արժե համակարգային հարթության վրա չեն հարցերը լուծվում, այլ շահերի մակարդակում։ Քեզ ինչ շահ որ պարտադրում է, դրա ուղղությամբ էլ քաղաքականությունդ կվարես։ Սենտիմենտալ հանգամանքները ժամանակն է, որ մենք արդեն հասուն պետություն ենք։ Գոնե 40 տարվա ընթացքում պիտի հայ ժողովուրդը որպես քաղաքացի գիտակցեր, որ սենտիմենտները չեն գործում։ Ոչ թե մենք ապրում ենք ցավոք սրտի իրավունքի ուժի աշխարհում, այլ ուժի իրավունքի աշխարհում։ Հետևաբար, եթե դու ուզում ես, որ քեզ հաշվի առնեն, եղիր ուժեղ, տնտեսությամբ, զինված ուժով։ Չի գալիս արդյոք
այդ գործընթացները ավելի առարկայական դարձնելու, նաև իր այցելությամբ եւ դա կբերի Հայաստանի զորացման, որովհետեւ համագործակցության մասին է խոսվում ոչ միայն միջուկային էներգիայի, այլև անվտանգության, կրիտիկական հանքանյութերի, այնտեղ կիսահաղորդիչների ոլորտում, ել չեմ խոսում թրիփի մասին, պարոն Սիմոնյան։ Առաջին հերթին խոսեք թրիփի մասին։ Վենսը գալիս է կապիտալիզացնելու Նիկոլ Փաշինյան, Դոնալդ Թրամփ պայմանավորվածությունները անցուղու հետ կապված։ Մնացած առումով իհարկե խիստ ողջունելի այդ մոդուլային միջուկային կայանների ստեղծումը Հայաստանի Հանրապետությունում, բայց ես կարծում եմ, որ մենք այո, մոդուլային միջուկային կայաններ ունենալու զուգահեռ մեր միջուկային ֆիզիկայի հետազոտությունները բարձր մակարդակին պահելու գործընթացով պայմանավորված, պարտադրված ենք լինելու նաև խոշոր միջուկային կայան ունենալու հանգամանքում։ Մեզ առնվազն 800 մեգավատ հզորությամբ էներգաբլոկ հարկավոր է, բայց ոչ ռուսական տեխնոլոգիաներով։ Եկեք 800 մեգավատանոց էներգաբլոկներ ֆրանսիացիների հետ անենք։ Ինչ նախանգարում, որ մոդուլային միջուկային կայանները եկեք անենք ամերիկացիների հետ, 800 մեգավատանոց միջուկային էլեկտրակայաններ սարքենք ֆրանսիացիների հետ, որովհետև մեկը դեմ է, ես օրինակ կողմ եմ։ Եվ առհասարակ նմանատիպ տնտեսական պրոյեկտներ, որ իրականացում են, առավել եւս այդ ձեր ասած բարձր առաջադեմ տեխնոլոգիաների առումով դա շատ կարևոր է։ Հույս ունենանք, որ հիմնարկիքը կդրվի։ Բայց ամբողջ գլխացավանքը գիտեք ինչու՞մ է։ Ինչն է։ Կորսված ժամանակը 7 տարի կորսված ժամանակ։ Էլ չասած, որ 7 տարի կորսված ժամանակը այս իշխանությունների ժամանակ։ Մնացած 30 տարի կորսված ժամանակներ նախքին աղետների ժամանակահատվածը կորսված 40 տարի ժամանակ կորցրեցինք։ 40 տարի։ Շատերը ինձ ասում են, գիտեք ինչ, ամբողջ աշխարհում իրավիճակը այնպեսին է, որ գերտերությունների պրեսինգի տակ շատ բան դու իզորու չես անես։ Ես ասում շատ լավ, անգամ եթե ժամանակների բերումով քո տեսակարար կշիռը, քո հնարավորությունները չես կարողացել բացազատես, որտեղ օբյեկտիվ պատճառներ էլ կային գլոբալ մակարդակում։ Բա լավ, նվազագույնը քեզնից կախված չէիր կարող անել։ Հանրակրթության բարեփոխումները, այն գրքերն ու դասագրքերը, որ մեր երեխաները սովորում են, ներսի կոռուպցիայի վերջը, այդ ծանոթ խնամի բարեկամ ԽՑԲ-ի նեպոտիզմ է դա կոչվում, սկզբունքի բացառումը կարելի էր անել, ինչու չի արվել, ենթակառուցվածքների շահագործումը, Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր նախագահ, որը նախագահել է Միացյալ Նահանգներում, պարտքն է համարել իր համար ամբողջ այդ մասշտաբային պետության շրջանակում ենթակառուցվածքների կառուցումը։ Մայրուղիները, որ դուք տեսնեք միջնահանգային, ամեն կողմը 12 գիծ է։ 12 գիծ։ Այսօր որ նախագահան կարող է հպարտանալ իր կառավարման տարիների ընթացքում ինչ-որ մի ռազմավարական գործ անելու համար Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ է արել Քոչարյանը։ Ասում է բոլոր այն գործարքները, որոնք ես ժամանակին կնքել եմ եւ որոնց համար հիմա ինձ մեղադրում են, թե իբր 100%-ով ես այդ բոլորը հանձնել եմ Ռուսաստանին, դրանք ժամանակի լավագույն գործարքներն են եղել։ Այստեղից հարց է առաջանում, եթե լրագրողները ասում են, որ Քոչարյանն է արել, ապա պետք է հարցնեն, որ երկրի համար է արել։ Հայաստանի համար է արել։ Այդ դեպքում ինչու են մեր ռազմավարական նշանակության օբյեկտները այլ պետության։ Դե հենց դա եմ ասում, նրան ուղիղ հարց է տրվում, որ ձեզ քննադատում են, ասում են մեր բոլոր կարևոր նշանակության այդ օբյեկտները հանձնել եք Ռուսաստանին, իսկ նա արդարանում եւ ասում է, որ դրանք ժամանակի լավագույն գործարքներն են եղել Հայաստանի համար։ Այդպիսի մի անեկդոտ կա, բայց եթերում ասելու չի։ Այդ նույնն է ոնց որ վազը խրուստալից գցես ջարդես, ու ասես ես եմ ջարդել։ Դե ամեն դեպքում Բրավո։ Գիտակցումը չկա որ։ Գիտակցումը մեր մեջ կա, չէ՞։ Ժողովրդի մեջ կա։ Դրա համար 2%-ից ավել չեն բարձրանում։ Իրանց թեման շոշափելը ժամանակավրեպ է, իմ կարծիքով չարժի էլ ժամանակ ծախսել։ Ոչ մի ռազմավարական նշանակության։ Ենթադրենք Լևոն Տեր-Պետրոսյանը ասեր Հյուսիս-հարավ մայրուղին 12 գծով յուրաքանչյուր ուղղություններով իմ ժամանակի կառուցվել։ Ռոբերտ Քոչարյանը ասեր Ենթադրենք ռազմավարական նշանակության ջրամբարներ է կառուցել 20 հատ եւ ատոմակայան է կառուցել, որը Հայաստանի Հանրապետության տիրապետման տակ է։ Սերժ Սարգսյանը ասեր ժամանակակից մարդատար եւ բեռնատար երկաթուղիների համար հնարավորություն է ստեղծել եւ այն առաջարկը, որ իրան դիմել էին, որ Զվարթնոց օդանավակայանը 10 անգամ մեծանալու հնարավորություն ունի, տրանզիտ օդանավակայան դառնա, իր օրոք կատարվել։ Նիկոլ Փաշինյանը հպարտանար, որ
կարողացավ լյուստրացիա իրականացնել, կարողացավ ենթադրենք լրտեսաթափ անի Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հայ ժողովրդին վերապրուկներից, քաղաքական ուժերից եւ քաղաքական անձանցից պահեց Արցախը ատամներով։ Բոլորս կպած կլնեինք իր կողքը։ Եվ թող հպարտանային, ով չեր ուզի, մարդ առնվազն հիմար կլինի, եթե չուզենար, որ իրանց նախագահները եւ վարչապետը հաջողության հասնեին։ Դա հիմարության գագաթնակետն է։ Ամեն մեկս մեր տեղը նստած, զորնի բուն կաշխատեինք հանուն ընդհանուր պլանի։ Բայց պլանը այնպես են խեղել։ Բանն ու գործներս թողած, եկել ենք հայտ ենք ներկայացնում, որ իրանց գործը մենք անենք։ Պարոն Սիմոնյան, եթե վերադառնանք Վենսի այցին, դուք որպես նաև քաղաքական գործիչ, ինչ ակնկալիք ունեք։ Առավելագույնը կամ մենք որպես հանրություն ինչ կարող ենք ակնկալել, բացի թրիփի հետ կապված։ Այստեղ տարբեր ակնկալիքներ են հնչում, որ առաջնահերթ պետք է գերիների վերադարձի հարցը նաև բարձրացնել։ Իսկ մեր օֆիցիալ Երևանը, պաշտոնական Երևանը դատապարտեց Բաքվի այդ դատական խեղկատակությունը։ Դուք մոռանում եք, որ այնտեղի անձիկ, որոնք դատվում են Բաքվի օրենքներով, ամեն մեկը ահաբեկչական եւ անջատողական հոդվածներ վերցրած մարդիկ են, որտեղ Լեռնային Ղարաբաղում նշանակում է անջատողական շարժում է ծավալվել Լեռնային Ղարաբաղում, որը անջատողականների եւ ահաբեկիչների միջոցով փոխվել է Ադրբեջանից եւ այնտեղ կառավարություն է տեղի ունեցել հայկական ահաբեկիչների կողմից, որոնք թալանել են Լեռնային Ղարաբաղի հանքարդյունաբերությունը, թալանել են ամեն ինչ, վնասել են բնությունը, մշակութային սպանդե են ենթարկել, ենթադրենք իրենց այդ քոչվորների ինչ ունեն չգիտեմ ընդեր եւ էթնիկ զտում են իրականացրել Լեռնային Ղարաբաղում դուք պատկերացնում եք ինչ ենք մենք վերցնելու մեզ վրա հայկական պետականությանը դատի են տալու այդ հոդվածներով միակ ուժը որը առաջինը Հայաստանի Հանրապետությունում դատապարտեց ամենաառաջինը ուրիշ ոչ մեկ չի եղել բոլոր նրանք ովքեր որ հետո դատապարտել են մեր ստատուսները տեսնելով են ողջևորվել դատապարտեց Բաքվում այդ դատական խեղկատակությունը դա Հայաստանի շնորհապետական կուսակցությունն է եւ մենք ասացինք որ աներկբաորեն պետք է պահանջենք որ հայատյացության բոլոր դրսևորումները դադարեցվեն այլ հարց է որ այդ խեղկատակները վերադարձվելուց հետո Հայաստանից նրանք պետք է վերադարձվեն աներկբայորեն որտեվ հայ են միայն այն հանգամանքը որ հայ են պետք է վերադարձվեն պետք է կանգնեն մեր արդարադատության առաջ ու պատասխան տան թե ինչի են 30 տարվա ընթացքում վարի տվել Լեռնային Ղարաբաղի հյութերը քամել են ամբողջ դիմադրողականությունը այդ այլ խնդիր է բայց ես զգուշացրել եմ հայ ժողովրդին արդեն քառորդ միլիոն մարդ իմ զգուշացումը տեսել է թե Նիկոլ Փաշինյանի անհեռատես քաղաքականությունը ինչի առաջ կարող է կանգնեցնել մեզ այսինքն այս մասով ակնկալիքներ Պետք է ունենանք, բայց ով կբարձրացնի, Վենսի հետո է հանդիպելու։ Նիկոլ Փաշինյանը։ Եթե Գուրգեն Սիմոնյանը հանդիպեր, կբարձրացներ այդ հարցը։ Նիկոլ Փաշինյանը չգիտեմ, կբարձրացնի թե ոչ։ Ես հույս ունեմ, որ Վենսի այցելությամբ ոչ միայն մերկանցիլ շահերի պայմանավորվածությունները առաջ կտանեն, այլ նաև Միացյալ Նահանգներ փոխստեկ համագործակցությունները այն աստիճանի զարգանան, որ կոնգրեսի հետ պայմանագիր վավերացվի։ Իսկ մենք գիտենք նոյեմբերի 6-ին կոնգրեսում փոփոխություններ են ակնկալվում։ Դուք չեք պատկերացնում դեմոկրատները ինչ մեծ հեղինակություն ունեն Միացյալ Նահանգներում, անգամ ավանդական այն նահանգներում, որտեղ ավանդաբար հանրապետականները առաջ էին, օրինակ Տեխասում։ Դուք պատկերացնում եք կոնգրեսում, եթե հանրապետականները փոքրամասնություն դառնան, դեմոկրատները մեծամասնություն, ինչ կարող է տեղի ունենալ։ Նախագահի իմպիչմենտի հարց կարող է բարձրացվել։ Մի մոռացեք, որ Միացյալ Նահանգները նաև կոնսերվատիվ պահպանողական եւ ավանդական արժե համակարգների ջատագող երկիր է։ Դուք ֆիլմերից էլ եք տեսել, չէ՞, այնտեղ ամեն անգամ սեղանի շուրջ հավաքվելուց հետո ընտանիքները հաց ուտելուց առաջ աղոթում են։ Մենք առաջի քրիստոնյա ազգն ենք, այդպիսի ավանդույթներ պահել ենք, ոչ, որովհետև Խորհրդային Միությունը մեզ ուղղակի խեղտամահ է արել։ Հիմա որոշակի էլի մոսկովյան շոկոլադների սիրահարներ ժամանակին, որ մի երկու անգամ պիցունդայում հանգստացել են իրենց երիտասարդությունը հիշելով ինձ կմեղադրեն, թե այդ ինչ էր Խորհրդային Միությունը, ինձ ասում են դուք Խորհրդային Միությունը մեղադրում եք, բայց ինդուստրիան բերեց Խորհրդային Միություն։ Դուք առհասարակ պատմությունից տեղյակ եք, դուք գիտեք, որ ժողովրդավարական խորհրդարանական կարգերի վրա հիմնված Հայաստանի առաջին հանրապետությունը ինչ կարող էր դառնալ, եթե մեզ չզավթեին կարմիրները։
դատարկապորտներ ստեղ էլ ավելացնենք, որ հələ մի բան էլ այնքան դատարկապորտ են, որ չեն հասկանում, որ գիտելիքը տարիքի հետ կապ չունի։ Եվ գիտության մարդը, երբ որ գիտելիք է հայտնում, ոչ թե զուբրյոշկա է արել, այլ դա տիրապետում է։ Լավ կլինի համեստություն ունենան ու սովորեն։ Լսենք գոնե առնվազն պարոն։ Հիմա եթե փոփոխություններ կարող են լինել կոնգրեսի հետ կապված ու ասենք 2027-ին անկանխատեսելի նախագահի իմպիչմենտի հարց առաջանա։ Մենք երաշխիք ունենք, որ Վենս Փաշինյան, Թրամփ Փաշինյան պայմանավորվածությունները կհարատևեն։ Երաշխիք չունենք, չէ՞։ Դրա համար այստեղ ամբողջ խճանակարը եկավ փակվեց։ Գուրգեն Սիմոնյանը ոչ թե դեմ է հայ-ամերիկյան համագործակցություններին, ես պայքարել եմ դրա համար։ Այլ ես կողմ եմ, որ մեզ չբռնազավթեն անհատներ։ Մենք փոխստեք համահավասար պայմանավորվածություններ ձեռք բերենք պետությունը որպես պետություն, այլ պետության, Միացյալ Նահանգների պետության հետ։ Սա է գրագետ ճանապարհը։ Եվ ինչի ենք Միացյալ Նահանգների հետ պայմանավորվելուն զուգահեռ մերժում եվրոպական պետություններին։ Կարծում եք մերժում եք։ Ենթադրում եմ։ Ինչու։ Ենթադրում եմ, որովհետև ես Ֆրանսիայի Բարսաշյան պաշտոնյաների կողմից ակտիվ այս ուղղությամբ որևէ աշխատանք չեմ շոշափում, իսկ նրանք իմ ուշադրության կիզակետում են։ Եվ օրինակ համար Եվրոպա մի քանի պետություններ կան, որոնց հետ կարելի է ռազմավարական հարաբերություններ զարգացնել։ Ինչի չենք դա անում։ Դե Գերմանիայի հետ հիմքը դրվեց։ Ֆրանսիան բա ինչի ենք ուր անում։ Ֆրանսիայի հետ սպասվում է ակնկալվում է սա ներքին Մեռանք սպասելով 7 տարի սպասում են։ Պարոն Սիմոնյան։ Ուրա, առաջ Աստված։ Առաջ Աստված։ Եվ էլի մենք վերադառնում ենք մեր ողբին, ինչի կորցրեցինք 7 տարի։ Հիմա էլ հավակնություններ եք դրսևորում, որ նորից էլի վերընտրվեք։ Դառնակ աննախադեպ պատմության մեջ մի եզակի երևույթ Հայաստանը քամուն տված լիդերի, որը 13 տարի է ղեկավար։ Պարոն Սիմոնյան, այս ամենը Լևոն Տեր-Պետրոսյանը 8 տարի մնաց։ Այն էլ ես կարծում եմ, որ դրսի կուրատորները ասեցին գնա ժամանակն եկելա բերն մյուսին։ Մյուսը եկավ 10 տարով, այն մյուսը եկավ 10 տարով։ Հիմա որ լավից պետքա դու 13 տարի լինես։ Անգելա Մերկելն է, Հայաստանը Գերմանիան է։ Գոնե այնքան շնորհք ունենայիք ձեր խմբակցության, ձեր ֆրակցիայի մեջ ուրիշ ֆիգուր բերեիք։ Որովհետև մեկը չի ասում ԿՊ-ն թող չմասնակցի։ Այդ ժողովուրդն է որոշելու ԿՊ-ն արժանի է թե ոչ։ Ֆիգուրը փոխեիք գոնե։ Որ գալոչկայի համար ստացվեր, որ դու ես մոտավորապես 8-10 եղել, գնացել, 13-ի չես հավակնում։ Մանավանդ այնպես խանդավառված չենք, էլի գերազանցիկի փայլուն աշխատանք չես անում։